Բարի օր, ինչպես ամեն շաբաթ օր հանրային ռադիոյի եթերում Հանրամեդիայի հերթական թողարկումն է, ով մոռացել է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսելու ենք էլի կրկին խոսելու ենք մեդիա դաշտի մեր հայաստանյան մեդիա դաշտի խնդիրների մասին եւ ինչպես ամեն անգամ կամ ավելի ճիշտ ոչ միշտ է, որ ես խոսում եմ իմ գործընկերների հետ, այսօր խոսելու եմ մարդկանց հետ, ում ներկայությամբ ես ըստ էության սիրող եմ, կարելի ասել, խոսքը վերաբերում է Սամվել Մարտիրոսյանին եւ Արթուր Պապյանին, երկուսն էլ տեղեկատվական անվտանգության մասնագետներ, բարև ձեզ։ Բարև ձեզ, հարգելի սիրող։ Հիմա տեսեք, հիբրիդային հարձակումներ, հիբրիդային պատերազմ, ինքը, գիտեք, այնքան սովորական արտահայտություն է դառել, ոնց որ ժամանակին է դավաճան բառը, չէ՞, այնքան ասեցին, արժե զրկվեց, ով մեծ համաձայնչած, դու դավաճան ես։ Հիմա, չգիտեմ, ում ոտը փոստն անգնում, ասում է հիբրիդային հարձակման զոհ եմ դարձել։ Հիմա այդ հիբրիդային հարձակում ասվածը ի վերջո ինչ է ժողովուրդ։ Ամենալավը այս թեմայում են, որ շատ հստակ սահմանում չկա, դրա համար իրականում կարելի է շահագործել այդ տերմինը եւ իսկապես եթե օրինակ մեկի մեկնաբանությունների տակ մի 3 հատ fake գրում են այդ դավաճան կամ այդ ականք գրում է ժողովուրդ ես գտնվում եմ 3 պետությունների կողմից իմ դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի հարձակման պատերազմի մեջ իմ դեմ անձնական պատերազմ բայց մեծ հաշվով առաջ այդ տերմինը սկսեց ձևավորվել երբ որ պատերազմի ինչ որ լրացուցիչ մեթոդներ սկսեցին օգտագործվել, օրինակ պարտիզանական դիվերսիոն գործողություններ եւ հիբրիդային կոչվում էր այն պատերազմը, որը արվում էր այդ անմիջական տեսանելի շփման գծից դուրս։ Բայց քանի որ ինտերնետը, կիբերտիրույթը, հազարով մի sense բաներ ստեղծեցին շատ ավելի լայն հնարավորություններ, հիբրիդային սկսեց կոչվել ամեն ինչ, ինչը բառացիորեն կինետիկ պատերազմից դուրս է, այսինքն անմիջական թնդանոթներով իրար կրակելուն եւ փաստացի այսօր մեթոդական շատ բաներ կան էլի հնարքներ, այսինքն հիբրիդայինը նաեւ ենթադրում է որ տարբեր տիպի հնարքներ ոնց որ իրար հետ միասնական օգտագործվում են մի բանի հասնելու, օրինակ դա կարող է լինել ենթադրենք դրոնները թռնում են օդանավականների կողքը ստեղծվում է դրա շուրջ աղմուկ սոցիալական ցանցերում եւ կառավարությունները ստիպված են լինում այդ օդանավականները ժամերով, մեկ-մեկ օրերով կանգնացնել որպեսզի հայտնաբերեն թե դրոնը ինչ էր, ով էր։ Իրականում այդ դրոն քշողը կարող է մի հատ երեխա է, որ իմ ձյաձյան մի հատ շոկոլադա տվել, ասել այդ խաղալիք դրոնը պատրաստ։ Կամ կանաչ լազերներով։ Կամ կանաչ լազերով, բայց իրականում քանի որ նաև դրան զուգահեռ հենց հիբրիդայնություն է ստեղծվել, սոցիալական ցանցերում ստեղծվել է ճնշող մթնոլորտ, պոպուլիստական կառավարությունները ստիպված են դրան արձագանքելուց հետո էլ լրացուցիչ բան ամտնում, ասում են, այս իրականում մենք չենք, այլ ուկրաինացիք էին, որ իրանց թանկացնեն եւ այլն։ Եվ ստացվում է մի հատ sense շարք գործողությունների, որոնց մի մասը on-line են, մի մասը հողի վրա են, հետո էլի on-line են եւ ահա քեզ հիբրիդային մի հարձակում։ Դրան կարող է զուգորդի ենթադրենք ինչ որ պահեստների հրդեհներ կարող է լինի զուգահեռ կիբեր հարձակում, որ օրինակ ասեցվի ինչ որ լրատվական կայքերի աշխատանք, որպեսզի fake կայքերը առաջ բրթվեն ու այնտեղի տեղեկատվությունը ավելի լայն։ Մենք դրա փորձում ենք։ Իրականում հիբրիդային պատերազմները շատ շուտվանից մենք զրոյականներից Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ անդադ ունեցել ենք, ուղղակի չենք իմացել, որ դա տենց է կոչվում։ Լավ օրինակ ունեմ հիբրիդային պատերազմի, որ երևանցիները լավ կհիշեն։ Մի պահ հիշում եք, ամեն օր գործի գնալու ժամին ինչ-որ լուր էր տարածվում, որ մետրոյում ռումբա դրած, ու մետրոները փակվում էին։ Ասեմ ավելի, ես այն ժամանակ Երևանի քաղաքապետարան լրատվության վարչության պետն էի։ Դա անձամբ ենթարկվել է հիբրիդային։ Դա այսինքն իշխանությունները ռեակցիա չտան կլինի, որ անգործության են մատնան, ռեակցիա են տալի, պարալիզացվում են այդ process-ը, մարդկանց մոտ կուտակվում է դժգոհություն, դրա շուրջ բարձրացվում է սոցցանցերում ֆրենդլիների, ասենք այդ հիբրիդայինը վարողի կողմից
որ կոմպետենտ չեն, վախի մթնոլորտ, ասենց ինչ որ բան, այսինքն դա դասական հիբրիդային հարձակում որ մեր մաշկի վրա զգացել ենք եւ այնպես չի որ այսքան արժեզրկել են, չի նշանակում որ չկա հիբրիդային պատերազմ։ Իրականում կա Հայաստանի դեմ նույնիսկ Հայաստանում ինչ որ գործիչներ, քաղաքական ուժեր իրանք իրար դեմ են նույնիսկ հիբրիդային պատերազմում, այստեղ ավելի կարևոր է հասկանալ Երեք դրա հերթական փուլի մեկնարկը տրվեց իմիջիայլոց։ Բարև ձեզ։ Տենց էլ կա։ Միքայել Մինասյանը դրեց այդ փուլի մեկնարկը, այն որ երկու խմբավորումների, կարա լինի, այսինքն ինձ համար հաճույքով մտան այդ ավելի ինձ հետաքրքրող է այս առումով այնա հիբրիդային պատերազմները, որոնք մղում են դրսի գործող ուժերը, ասեն տարբեր Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Պակիստան, Հայաստանի դեմ, այդ դա է, որ ինձ համար առանձնատուկ հետաքրքրություն է ներկայացնում, որտեղ պարզ է, որ երկրի ներսում քաղաքական ուժեր են, կարան սուտել խոսան, հիբրիդել անեն, իրար վրա ցեխեր շփրտեն ու դա բնական է, տենց էլ պետք է լինի, բա ինչի համար։ Այստեղ մի հատ քանի որ մենք խոսում ենք հիմնականում խոսելու ենք մեդիա դաշտի խնդիրներից, տեսեք, մի այսպիսի առանձնահատկություն կա։ Սովորաբար ամենալեփս կայացած հասարակությունների պայմաններում լրատվական դաշտը չեմ ասում ամբողջությամբ, բայց գոնե մասամբ, մեծ մասով ինքը հասկանում է, որ երկիրը կարող է դառնալ հիբրիդային հարձակման թիրախ, բնականաբար սկսում են ֆիլտրել ինֆորմացիան ճիշտը, թացը չորից տարբերակելու, կեղծիքը իրականությունից տարբերակելու ճանապարհը, որպեսզի նախ իրենք խայտառակ չլինեն, եւ երկրորդը, որպեսզի հասարակությանը զերծ պահեն ցնցումներից ավելորդ, առանց այդ վիճակը ծանրա, եկեք մենք գոնե չծանրացնենք այդ վիճակը։ Մեր մոտ մի քիչ ուրիշ վիճակ է, որտեղ մեր մոտ ճնշող մեծամասնություն է, որ կներեք իհարկե այդ արտահայտության համար կամ համեմատության համար գիքորի նման ասում է էստի համեցեք, այսինքն բաց է այդ հիբրիդային գործիքների համար ինքն էլ է վերածվում գործիքի եւ այն ինչը չպիտի լիներ մեդիա դաշտում հայտնվում է առաջինը հենց մեդիա դաշտում, այսինքն մեդիա դաշտը ոչ թե արձագանքողն է այս կամ այն տեղեկատվական հոսքի, այլ ինքը ըստ էության դառնում է տարածող առաջին դեմքը դառնում, այսինքն գտնել որտեղից այս ինֆորմացիան դուրս եկավ հնարավոր չի, ինչ որ բազմից ասել ենք, թե Սամվելը, թե Արթուրը ասել ենք, ժողովուրդ, եթե Տելեգրամի անալիքի իրական սեփականատիրոջը կամ աշխատացնողին չգիտեք, մի տարածեք այդ տեղեկատվությունը, որտեղ դուք դառնում եք առաջին ձեռք, հիմա ինչ անենք լավ այդ դեպքում։ Մի բուր հող լցնելուց բացի գլխներից մոխիր։ Իրականում խնդիրը մենք կողմից շատ բարդ է, որովհետև իսկապես մեր լրատվամիջոցները մեդիաները ավելի լայն ասենք, որովհետև այդպես արդեն դժվար է հասկանալ ու ինչ է։ Մի մասը ակամայից են հիբրիդային այդ հարձակումների մաս դառնում։ Մի մասը գիտակից։ Ես հիմա չեմ ուզում այդպես խորանալ դավաճաններ փնտրելու, բայց դա ակնհայտ է։ Ընդ որում իրանք կարող են գիտակից դառնալ ոչ թե որովհետև իրենց մոտ կապ կա այդ առաջին հարվածողի հետ, այլ որովհետև դա իրենց շահերից է։ Բախում ու իրանք ասում են լավ էլ գիտենք որ սուտ է, բայց մենք տարածենք որովհետև մեր սպասարկում են կոնկրետ օրինակ այսինչ քաղաքական ուժին իր շահերից է, բախում է եկեք գլորենք։ Մի կողմից դա է, բայց մյուս կողմից վերջը մենք 3 միլիոն գլուխ 6 միլիոն աչք այդքան էլ ականջ ստեղ ենք, մի երկու այդքան էլ Սփյուռքում, վերջը եթե ամեն մեկը գոնե այդ քո ասած կանոնը բանանի, որ եթե չգիտես համոզված ես, որ դա ճիշտ է, չտարածես, իրականում այդ ամեն ինչը կլրվի, ոնց որ մեքենաները Երևանում ձյան ժամանակ։ Բայց մենք իրականում մենք ենք մեր ձեռքերով այդ ածուխը շոկի կարշի մեջ լցնում, որը ընթանում առաջ։ Եկեք ես մի պարադոքսալ բան ասեմ, շատ է խոսում վերջին շրջանում, որ խաբեությունների զոհ են դառնում մարդիկ, փողեր են դնում, կորցնում են եւ այլն։ Իրականում այդ խաբեության սխեմաներ, ստեղծողներ, տարածողները ոնց ասեմ, որ վաճ են, իրանք ինչ-որ կարևոր դաստիարակչական գործ են անում այս երկրում, որտեվ երբ որ մարդիկ իրանց մաշկի վրա սկսում են զգալ ինտերնետում եկած ինֆորմացիայի պատճառով ինչ գումարներ իրանք կարան կորցնեն, գոնե մի քիչ սկսում են կրթվել ու մի քիչ ավելի զգուշ վերաբերվել, այսինքն այդ խաբեության սխեմաները տարբեր
ինչ որ առումով այն գայլի դերն են կատարում, որ ընկնում են եղջերուների հոտ հետևից ու թույլերին ուտում են ու դրանով առողջացնում են ընդհանուր այդ երամը։ Ցավոք սրտի վատ անջում, բայց այդպիսի դիալեկտիկա կա, այս մեկ։ Երկրորդ այս AI-ների պատճառով արհեստական բանականության անձամբ ես կարծում եմ, որ շուտով լրագրողները ավելի շատ ստիպված են լինելու ժամանակ ծախսեն ապացուցելու, որ իրանք ինչ տվեցին է ճիշտ է, քան թե նյութ հավաքել հրապարակելու վրա։ Կոնտենտի, ոնց ասեմ, բացել են հեղեղատները, լցվում է, եւ ստեղ որակյալ կոնտենտ շատ ավելի քիչ է դառնում։ Մարդիկ էլ հետաքրքիր է, որ սկսել են կոնտենտից խույս տալ ու սկսել են ամեն ինչին անլուրջ վերաբերվել եւ սրա մեջ ինչ որ հետաքրքիր նոր ձևակերպումներ են լինում, ասի մարդիկ սկսում են արդեն ամեն ինչ նայել Instagram-ի Reels-երում օրինակ, բայց հետո ինչ որ ընտրում են իրաց 1-2 մեդիան, գրում են մոտ տեսնեն դե բայց վերջի ինչ էր եղել։ Հիմա այն մեդիաները, որոնք սկսելու են դառնալ այդ պահապանի տերը, լուրջ ֆիլտրի տերը, նորմալ մի քիչ կշռադատված նյութեր են տալու, իրանք ինչ որ հնարավորություն ունեն այսօր ոնց որ ազատվել այդ ընդհանուր հոսքից ու դառնալ վստահության գործիք ու իրանց արժեքը գնալով պետք է բարձրանա ճիշտ է լսարանը մեծ չի լինելու իրանք նաև ունեն մեծ հնարավորություն արհեստական բանականության խոշոր տեխնոլոգիական ընկերությունների համար հենակետ դառնալու գոնե այդ առումով մենք ինչ-որ բանակցություններ ենք նույնիսկ սկսել վարել, որ օրինակ եթե հայաստանյան լսարանի հետ է, օրինակ աշխատեք կամ փորձեք գտնել ձեր համար հենակետ լրատվամիջոցներ եւ կարևոր աղբյուրներ, իրանց հետ աշխատեք, որտեվ մեծ տեխնոլոգիական ընկերությունները ընդհանուր խնդրեմ ունեն ճշգրտության։ Իրանք ուզում են նենց այն, որ իրանց մոդելները ճիշտ լինեն ու իրանք հիմա գնալով ավելի են խուսափում կեղծ սենսացիոն կամ AI գեներացված կոնտենտից, որտեվ իրանց լավ չի որ AI-ով ստեղծված զիբիլը իրանց AI-ը նորից ուտի, նորից վերագեներացնի, իրանց մոդելի որակն է վատանում։ Այդ առումով ինչ որ հնարավորության փոքրիկ պատուհան կա, որտեվ ի վերջո մարդուն պետքա իմանալ, ինքը հավատա, որ վաղը ձյուն է գալու, թե չէ համապատասխան հագնվի։ Թե ինչ որ AI-ով գեներացված վիդեոյում, որ ասեն վաղը արևա լինելու հոյակապ եղանակ, ինքը հելի սառի սատկի։ Մոտապես այս ուղղությամբ, իսկ մնացածը ինձ թվում է գնում ավելի շատ նաև լուրջ պետական քաղաքականության, մեդիա կրթության, այդ թեմայի բարձրաձայնման, նույնիսկ որակյալ լրատվամիջոցները էլի եմ ասում, միշտ ասեմ, պարտավորություն ունեն կրթել իրենց լսարանին։ Մի քիչ իրենց նյութը հիմա տալուց ավելի շատ ապացուցողական կոնտենտ տալ, ասել որ այս ինչ աղբյուրից իմացանք, այստեղից ճշտեցինք, այսինքն իրենց նյութի մեջ արտացոլել լրագրողական process-ը, որպեսզի մարդը սովորի, որ եթե ինքը չի տեսնում, որ դու ումից հարցրեցիր ոնց իմացար ինչ տեքստով, եթե ցիտատ չի տեսնում, ինքը մի քիչ դրան ավելի վախեցած վերաբերվի ու ավելի կասկածանքով։ Տես խոսքիդ մեջ Արթուր, դու ասացիր, որ ժամանակի ընթացքում խոսքը արժե զրկվել է, ու մարդիկ գերադասում են անել ինստայում ինչ-որ բաներ թերթել կամ թող չլինի Instagram-ում, թող լինի Facebook-ում կամ որևէ այլ սոցիալական ցանցում ռիլերով գնալ, այնք այդտեղից էմոցիա։ Իսկ կարող է նրանից է, որ մենք արդեն մի 20 տարի կլինի, առնվազն եմ ասում, որ մարդկանց ինֆորմացիայի փոխարեն էմոցիա ենք ծախում։ Այսինքն մարդիկ սովորել են դրան։ Ոչ թե սովորել են, իրանց պարապացրել են հենց նույն սոցիալական ցանցերը, որ ելնելով իրանց շահերից, այսինքն երբ որ մարդը էմոցիոնալ է, ջղային է, ուրախ է, մեկնաբանում է, հետո ուզում է գտենա իրան ինչ պատասխանեցին, ինքը շատ է լրվում այդ կոնկրետ հարթակում, որ շատ է լրվում, շանսերը, որ այդ կողքի գովազդը, չգիտեմ, ինչը կտեսնի, քլիկ կանի, փող կբերի, արդեն մեծանում է։ Դրա համար ամեն կերպ խրախուսվել է հենց էմոցիոնալ բովանդակությունը։ Ծանրակշիռ լրատվամիջոցները լսարան են կորցրել, շարունակում են կորցնել, չեն կարող այդ հոսանքից դուրս գալ, եւ հիմա վերջապես անցյալ տարի Եվրամիությունն է մտել խաղի մեջ, հենց այս խնդիրը կարգավորելու համար ընդունվել է այսպես կոչված DSA-ը, Digital Services Act, եվրոպական մեծ կարգավորող օրենսդրությունն է, Եվրամիությունում 40 միլիոնից ավել, 42 միլիոնից ավել լսարան ունեցող ինչ-որ հարթակների համար, որտեղ որոշակի չափանիշներ են սահմանվում, պատասխանատվություն եւ այլն։ Եվ հիմա տեսեք, այդ մեծ տեխնոլոգիական հարթակները հսկայական ծրագրավորողների թիմեր են աշխատում։ Իրենց ձեռք չի տալիս առանձնապես, ասենք, կոդի իրենց
հարթակի ծրագրային կոդը մի Եվրամիության համար ուրիշ անել, Հայաստանի, չգիտեմ, Ավստրալիայի, Ամերիկայի համար ուրիշ անել, այսինքն ինչ որտեղ սկսել են իրանք միգրացնել, իսկ քանի որ Եվրամիությունը հարուստ խոշոր շուկա է, որ նաև կարգավորում է, ստիպված գնալու են դեպի Եվրամիության ռեգուլյացիա ու դա կարող է առհասարակ մթնոլորտը լավացնի ամենտեղ։ Իհարկե ամեն ինչ sense սպարս չի եւ իհարկե իրանք կարող են տարբեր արագություններով շարժվել, Եվրամիությունում շատ ավելի կարգավորված լինել, քան մեզ մոտ, բայց դրա ինչ որ մասեր անխուսափելի ներթափանցել են, որտեղ ոչ մեկին դուր չի գա այդ նույն ծախսահանի, ասենք Եվրամիության համար ուրիշ ալգորիթմ բայի, Հայաստանի համար ուրիշ, հա, կփորձեն շուկայի, հա, կարգավորման տեսակետից եւ այն, բայց ինչ որ պահի, ինչ որ բաներ մենք տեսնելու ենք, որ ներթափանցել է մեր մոտ։ Շատ լավ, բայց եկեք ընդունենք, էլի, որ մենք խոսում ենք մի տեղեկատվական դաշտի մասին։ Սամվելը չի թողի խափեմ։ Սրանից 10 տարի առաջ մենք դու անձամբ մասնակցում էր այդ հիբրիդային պատերազմի, ըստ էության իրական եւ հիբրիդային պատերազմի մեզ համար առաջին ուղիղ դրսևորմանը, խոսքը ապրիլյան քարորիա պատերազմի մասներ, ես գիտեմ դու այն ժամանակ ինչ էիր անում, ինչով էիր զբաղված եւ այլն եւ այլն։ Եվ հիմա մենք եկել հասել ենք 2026 թվական, այն ժամանակ մենք այդ երևույթների ոչ գերական բառով ասում քոքը կտրել չկարողացանք, հետո այդ երևույթը այսպես ծաղկեց, մեծացավ, ծաղիկներ տվեց, այդ ծաղիկները իրենց սերմերը տվեցին, նոր ծառեր աճեցին, թփեր աճեցին եւ այլն եւ այլն։ Հիմա մենք այդ մացառուտների մեջ ուզում ենք հասկանանք, վայ ինչ պիտի անենք, որ մարդիկ չխելագարվեն, բառացիորեն չխելագարվեն, որովհետեւ այն տեղեկատվական աղմուկը որ գոյություն ունի, մարդկանց դա հասցնում է խելագարության արդեն, որովհետեւ երբ մարդը բարին ու չարը իրարից չի կարողանում տարբերակի, որովհետեւ աղմուկ է, երբ մարդը ճշմարտությունն ու սուտը չի կարողանում տարբերակի, ինքը կամ իր համար ալտերնատիվ իրականություն է ստեղծում ու գնում է այնտեղ ապրում է պայմանական շունիկների, փիսիկների, փուչիկների աշխարհում կամ բառացիորեն խելագարվում է ու չգիտեմ այդ խելագարված մարդը պայմանական եմ ասում մի օր ավտոմատը վերցնում մտնում է սուպերմարկետ ու սկսում է աչուձախ հանձել սուպերմարկետը այստեղ պայմանական միավոր է լավ ինչ անենք ասի իրականում հարցը համ գլոբալ է, համ լոկալ է։ Այսինքն ակնհայտ է, որ աշխարհում ընթանում են անվերահսկելի գլոբալ process-ներ։ Տես, եթե նայես այսօր ամենահարուստ ընկերությունները, մեծամասնությունները տեղեկատվության մշակման հետ կապն են։ Ամենահարուստը այս պահին ինքը ժեշտն է, երկաթն է տալի այդ մշակման, մյուս շերտը արդեն հենց բուն բովանդակության հետ գործ ունեն եւ բարձա որ այդ ընկերությունները սկսում են թելադրել կանոններ։ Այդ կանոնները կարող է թվան շատ գոյություն չունեցող եւ դրա հակառակ բևեռնել այնց դավադրապաշտական ինչ որ բաների մեջ որ չընկնենք, բայց ակնհայտ է որ ներկա կապիտալիստական մոդելը ենթադրում է որ ինչքան շատ աղմուկ լինի ու ինչքան շատ երկար դու դրա սպառումը իրականացնես, այդքան շատ գովաստ կնայես, այդքան շատ եկամուտ կբերես։ Մեծ հաշվով սա անխուսափելի է, քանի մեկ ապրում ենք այնց տեղեկատվական կապիտալիզմի օրոք դա լինելու այդպես այստեղ հարցը նրանում է որ երևի թե եկել է այն ժամանակը որ մարդ պետք է հասկանա որ ինքնահոսի թողնել տեղեկատվության հոսքը չի կարելի ոնց որ մարդկությունը ինչ որ պահի եկավ հասկացա որ օրինակ առողջությունը չես կարող ինքնահոսի թողել հիմա լավ կամ վատ երկրները անցնում են ապահովագրության ենթադրենք հա առողջ սննդի մասին խոսվում է արդեն պետական մակարդակով։ Հասկանում եք, չէ՞, 19-րդ դարում абսուրդ կներ, որ կառավարություններն ասել ժողովուրդը պետք է առողջ սնվի, այդպես բան չկար, այդպես դիսկուրս։ Այսօր ընդհանրենք Ամերիկայի կառավարությունը ինչ որ բաներ է հրապարակում, թե ինչ սնունդ պետք է հասարակությունը գերադասելի անենա, ընդհանուր մինչև ինչպիսի ճարպեր, ինչպիսի ածխաջրեր եւ այլն։ Կարծում եմ եկել այն ժամանակ որ մենք պետք է նաև հասկանանք որ տեղեկատվության սպառումը
նույնպես կարևոր բան է, որը դու պետք է կարողանաս կառավարել, որտեղ եթե անկառավարելի վիճակի մեջ ես մտնում, դա կործանում է գիտակցության ինչ-որ հատվածներ։ Այստեղ երկու խնդիր կա, Սամվել կներես ընդհատում եմ։ Առաջինը, մենք ունենք զանգվածային լրատվության մասին, միջոցների մասին օրենք, որը գրվել է 2003 թվականին ուշադրություն։ Եվ գրված է մոտավորապես 20-րդ դարի տրամաբանությամբ։ Որտեղ այն ժամանակ էդ էին տեխնոլոգիական հնարավորությունները։ Մեկ երկրորդը էդ էր ձեռք տալիս, որտեղ կառավարելի պետք է լիներ լրատվական դաշտը։ Հիմա լրատվական դաշտը ընդլայնվել է, գործիքները փոխվել են, բայց մենք ոնց որ մնացել ենք 2003 թվականում օրենքի իմաստով, մնացել ենք այնտեղ։ Երկրորդ խնդիրը։ Դու ասում ես պիտի կառավարվեն այդ տեղեկատվական հոսքերը, այսինքն պիտի որոշակի ֆիլտրացիա։ Չէ, ես պետական ֆիլտրացիայի մասին չեմ խոսում։ Այստեղ բաով պիտի կառավարի։ Ինքնակարգավորվենք։ Տես, օրինակ դու ուտում ես ամեն օր։ Մենք խոսենք այն մարդկանց մասին, ցավոք սրտի Հայաստան բոլորը չեն որ ունեն այնքան ֆինանսական հնարավորություն, որ սնվեն իրանց ուզած առողջ բանը, բայց ենթարենք միջին մարդը, որը ունի հնարավորություն առողջ սնվելու։ Ինքը չի նստում, չէ, ենթարենք ուտում ինչ որ անառողջ սնունդ ու ասում, այս պետությունը երբ է վերջապես կարգավորելու, այս ինչ անվերահսկելի վիճակ, ասենց հերթական միացած յուղոտ կտորը ուտում, այս ինչ է կատարվում իմ հետ, ինչու դու բարձր տենց մի քիչ բան եմ անում, հիպերբոլիկ եմ ներկայացնում, բայց Չէ, ես կարող եմ ավելի կոնկրետ օրինակներ բերեմ։ Մենք ունենք լրատվամիջոցներ, որոնք մինչև այսօր իրենց կայքերից չեն հեռացրել այդ տեղեկատվությունը, որ օրինակ քաղցկեղը կարելի է բուժել սոդայի ու սիսեռի միջոցով։ Հասկանում եմ, դրա համար դու պետք է մարդկանց 10 գործիք կազմում, որ ինքը կարողանա ինքնուրույն սպառել։ Այսինքն այն որ մենք ասում ենք մեծագրագիտություն, այդպես զզվեն ենք, ես այդ բառը ամբողջ օրը մեծագրագիտության փորձագետ, այս արդեն այստեղ է հասել, բայց այդ շատ կարևոր բան է, ոնց որ կա բան, սննդակարգի մասնագետ, տենց էլ պետք է լինի տեղեկատվական սննդակարգի մասնագետ, ու մարդ պետք է սովորի, մարդ պետք է հասկանա, որ եթե ինքը թողի ինքնահոսի, TikTok-ը Instagram-ը հենց են անելու, որ ինքը չհասկանալով ամբողջ օրը անցկացնի այդտեղ։ Այդ գործիքը կազմը գնալով վարժվում է մարդկանց կլանելու վրա։ Ինչ ուզում ես արա, եթե դու ինքդ դրա դեմ չպայքարես, տակից դուրս չես գա, որ սկսեն ֆիլտրելը, լավ բան դուրս չի գա։ Այսինքն որ ասենք պետություն արի մեզ փրկի, պետությունը ասելու հա հեսա գալիս են փրկելու, ինչ պետք չի պետությանը փակելու, հա։ Միացնելու իր պետական TikTok-ը, որ դու ամբողջ օրը նայես կառավարության նիստերը, բայց բանով, AI-ով սարքած ու լավ երաժշտությունով, պոպկորնով ու ջեկ։ Հյուսիսային Կորեայի պես, հա, այսինքն աշխարհի առաջնություն են նայում իրանք, որ մեր առաջին տիեզերագնացը վայրը չկատարեց արևի վրա։ Բայց ես ուզում եմ սա մի ալեգորիան մի քիչ էլի շարունակեմ, իրականում ճիշտ խոսք է, որովհետև ամեն գեդին ընկած ուտելիք բերան չստանի։ Նույն կերպ պետք է վարվի մարդը ժամանակակից ու տեղեկատվության հետ։ Ամեն զիբիլ չի կարելի ուտել մարսել կողեղով։ Այս մեկ, մյուս կողմից օրենսդրության մասին ասեմ, իրականում այնպես չի որ 2003-ի օրենքը մնացել է։ Այնտեղ փոփոխություններ են արվել, կա տեսահոլովական մեդիայի մասին առանձին օրենք, մի շարք, ուզում ասեմ, լեմաների մասին։ Ամեն դեպքում ինչ որ փոփոխություններ կան հանուն արդարության։ Ընդ որում վերջին 1-2 տարում նույնպես ինչ որ բան արվել է սողությամբ։ Խնդիրը այն է, թե որտեղ է կարգավորման սահմանը, որովհետև Հայաստանում խնդրեմ կա, ու սա մի միտքը շարունակա, որ մեր մոտ ինստիտուտները ամբողջությամբ կայացած չեն, այսինքն մեկ-մեկ ասեն, օրինակ Ավստրալիայում փակել են անչափահասների համար կամ Ֆրանսիայում այսինչը հանում են։ Հա, բայց արի համոզվենք դու ունես ֆրանսիական կամ ավստրալիական ինստիտուտները, դատական կարգը, որ դու ռիսկի դիմես նման մակարդակի կարգավորման գնաս։ Սա լուրջ խնդիր է։ Նույն բանն է, օրինակ, որ արհեստական բանականություն, չէ՞, խոսում ասում ակի կարգավորենք արհեստական բանականությունը, բայց մյուս կողմից երկրում արհեստական բանականության գործարան են տում եւ այլն։ Եթե կարգավորենք, կարող է պարզի, որ իրավունք չունենք այստեղ գործարան տնելու կամ զարգացնելու այդ տեխնոլոգիաները։ Եվրոպան հենց դրա համար է այդքան պոտենցիալ ունենալով հետամնաց արհեստական բանականության առումով Չինաստանն ու Ամերիկան սատկացնում են, որտեղ նա կարգավորված չի, ազատ է թողնած, որպեսի աճապահովի։ Այսինքն միշտ չի, որ կարգավորելն է ակնհայտ լուծումը։ Մինիմալ կարգավորումներ ունենան, որ ուղղակի արգել են շատ այտենց բիրտ
բայց վատ կիրառումը, AI ուղղակի որպես օրինակ եմ ասում, այսինքն ռիսկային է ինչ որ ոլորտներ կարգավորել, որովհետև դու կարող ես վնասես օգուտ տալու փոխարեն։ Որտեվ Եվրամիությունը AI ակտ է ստեղծել։ Պարոն, տեսեք, ես ձեր հետ համաձայն եմ, բայց ամենամեծ վտավախություններից մեկը, որոնց ես ինքս հանդիպում եմ, որոնց մասին ինձ եմ բողոքում կամ ինձ են այդ հարցը տալիս, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ասում են, եղբայր, եթե մենք հիբրիդային հարձակումների պոտենցիալ թիրախ ենք, եթե մենք շարունակում ենք, հաստատ թիրախ, չէ, պոտենցիալ թիրախ ենք, հիմա թիրախ ենք, որոշակի պարբերականությամբ այդ հարձակումների ենթարկվում ենք, այսինքն ֆիլտրող դաշտերից մեկը պիտի լինի լրատվական դաշտը, այսինքն ինքը այդ տեղեկատվական աղբը պիտի ֆիլտրի, աղբը շպրտի մի կողմի վրա, հա, այն քիչ թե շատ անկալելի, հասկանալի եւ իրականությանը համապատասխան տեղեկատվությունը բերի հասցնի սպառողին, որովհետեւ լրատվական դաշտի հիմնական գործառույթը, սուրբ գործառույթը, էտա։ Հիմա ասում մենք այս լրատվական դաշտով մենք այդ հարցակումներից ո՞նց ենք պաշտպանվելու։ Դե տես, իրական մենք ունենք շատ վատ լրատվամիջոցներ, կան սարսափելի վատ լրատվամիջոցներ, բայց կան շատ լավ լրատվամիջոցներ։ Բայց քիչ։ Հիմա խնդիրն անում է, որ մարդիկ հիմնականում սպառում են այդ վատերին, շատ վատերին ու մեկ-մեկ չլրատվականների, ինչ որ անհետ ինչ որ բաներ, որոնք լրատվության հետ կապել չունեն, մարդիկ հորինում են, որ դա լրատվական է։ Հիմա դու պետք է ինչ որ մեխանիզմներ ստեղծես, որ այդ սակավաթիվ լավ, շատ լավ լրատվականները թրփոշանան։ Դա կարող է լինել ինչ որ խրախուսում, հարկային, դա կարող է լինի ինչ որ գրանտեր լինեն, դա կարող է լինի այնպիսի հասարակական մթնոլորտ ձևավորում, որ հենց հասարակությունը ֆինանսավորի։ Օրինակ մեզ մոտ քաղաք հասարակությանը թողես սա ասեն գրանտակեր են եւ այլն, բայց խեն այդ մարդիկ գրանտ ստանում, որովհետեւ հասարակությունը իրաց փող չի տալի։ Միջին ենթադրենք նորվեգական ՀԿ-ն գրանտ չի ստանում հիմնականում, հենց նորվեգացիք իրան փող են տալի, որովհետեւ օրինակ նորվեգացին ասում է ես ուզում եմ օրինակ այս բնապահպանական ոլորտը պաշտպանեմ ու իրան փող են տալի։ Այստեղ բոլորը դիվանին պարկած նստած ինչ որ որոշումներ են կայացնում թե ինչ պետք է լինի բնապահպանության ոլորտում, բայց երբ որ մեկը ռեալ գնում է ինչ որ գործ ցույց են ասեն գրանտակեր բան։ Հիմա նույնը լրատվամիջոցները կամ Ժորժ ջան վճարեք լավ լրատվամիջոցներին, հենց դուք անձամբ ամեն մեկը պատրաստ եղեք, մեր հասարակությունը ամենաանպատրաստներից է օգնելու իր տեղեկատվություն ստանալ։ Ընդունում եմ։ Կամ դուք վճարեք, կամ պահանջեք, որ պետությունը ստեղծի իրենց միջավայր, որ այդ լրատվամիջոցները լավ կարողանան։ Հա, բայց այստեղ էլ ուրիշ խնդիր է առաջանում, որովհետև այդ քո ասած նախ պետությունը սկսում է ինքը որոշել, թե որն է լավ, որը վատ։ Չէ, ստեղծի հետո ինքը հարկային արտոնությունը սահմանում իր որոշած լավերի համար կամ չգիտեմ գրանտ է տալիս, հետո էլ այն մյուսները ասում են, ահա մտավ իշխանությունների տակ։ Այստեղ հենց այդ էր, որ խոսակցություններ կար, օրինակ հանրային կարևոր կոնտենտի ֆինանսավորումը ինչ որ ֆոնդ ստեղծելու մասին, դա գաղափարը, որը իմիջիայլոց նաև պետությունից էլ է ծագել։ Հիմա այդ ֆոնդի պես մի բան ստեղծվեց, որը տալու է բացառապես ինչ որ հեռարձակողների, այն է բացառապես մշակութային կրթային, այսպեսի, այսինքն իրականացումը ոնց որ սկսվեց, բայց արվեց ոչ այնպես, ինչպես արժեր, այսինքն արժեր, որ դա շո ներկայացվածություն ունենար, հանրային, չեմ, գնահատականներ, ինդիկատորներ։ Այս մասով սա, հա, իրականում մենք նաև ուրիշ խնդրեմ ունենք, որ օրինակ պետությունը կարող է շատ པարզ մի բան անելով օգնի որակյալ լրատվամիջոցներին աճել։ Օրինակ էքսկլյուզիվ նյութեր, ինֆորմացիաները ոչ թե իրանց Facebook-յան պրոֆիլներում հրապարակել, այլ դա տարածել որակյալ լավ լրատվամիջոցներով, ու մարդիկ էլ իմանան, որ այս ծանրակշիռ նորմալ լրատվամիջոցը նաև կարողանում է իր որակի շնորհիվ ստանալ էքսկլյուզիվներ դա հրապարակել։ Ասենք դա էլ մեր մոտ չի անում, այդ արդեն པարզ ստրատկոմի խնդիր է, այսինքն պետությունը պիտի օգնի, պետությունը ու մեդիան որակյալ պիտի իր հետ աշխատեն որպես պարտներ եւ իրար օգնեն։ Մեր մոտ ընդհակառակը հաճախ պետությունը նույնիսկ ավտոբուսի տակ է գցում մեդիան, ինչ որ բան հրապարակում են, ինչ որ մեկը քննադատում է, ու սկսվում է հիբրիդային պատերազմ լրատվամիջոցի դեմ։ Դե հրապարակում են, հետո իրանց կայքից կարող է հեռացնեն, փոխեն մեդիային չասեն, ստացվի որ մեդիան սխալ ինֆորմացիա հրապարակեց, մի հատ է վստահությունը ավելի ընկնի։ Այս սենց ինչ որ բաներ ա լինում, որը իրականում շատ
չի պահանջում հարկային դաշտ փոխել, ներդրում, այսինքն ինքը իրականում պահանջում է կոորդինացիոն աշխատանք, կոորդինացված աշխատանք։ Մի բան, բայց ուզում եմ ասել, ահակադարձել հին ասածներից, այն մասին օրինակ մեդիաներ կան, որ քաղցկեղի մասին ապատերկացություն մինչև հիմա ունեն։ Ես կարծում եմ դա նույնիսկ օգտակար է որ կա, որովհետև այն մարդը, որ ուզում է իմանալ որտեղ են ապատերկատվական նյութերը, ինքը կարող է արխիվով գնալ տեսնի։ Այդ մարդը, հա, բայց քաղցկեղով հիվանդ իմացողը, որը հավատացել է դրան, հավատացնում եմ քեզ։ Իրեն պետք չի այդ մասը։ Հա, ես համաձայն եմ։ Ինքը դրանից հետո զոհ է։ Հին լուրը երեքս էլ հասկանում եմ, չէ՞, մի տարի առաջվա լուրը ոչ որոնման համակարգերում է երևալու, ոչ ինչ-որ մեկը իրան տեսնելու է։ Ինքը այդ պահին հրապարակվեց, գնաց իր կարճ կյանքով ապրավ, բրծավ։ Գոնե լավ է, որ դու կարող ես ռետրոսպեկտիվ տեսնել, որ այս լրատվամիջոցում լիքը զիբիլ է կախած իր հին ներքևի թառամաշ ճյուղերին, ու դա քեզ գոնե ինդիկատոր է, որ չէ, արի, այսքան սուտ բան կա, ես գործ չունեմ, ինքնա այս հերթական նոր հրապարակվածին էլ հավատամ, այսինքն հիմա եթե լրատվամիջոցը սխալ է գրել, հետո ներողություն չի խնդրել, դա եւս մի ինդիկատոր է, որ այս լրատվամիջոցը լրատվամիջոց չի։ Մենք նաեւ գիտենք, շատ որակյալ լրատվամիջոցներ կարան սխալվեն։ Սխալվելուց հետոյի լրատվամիջոցի վարքագիծն ամենակարևորը։ Ուղղակի ջնջելը լավ լուծում չի։ Ուղղակի այսպես եզրափակելով, այս արդեն որերորդ հաղորդման ժամանակ ես այդ նույն բանը ասում եմ, ինձ համար այդ իմաստով էտալոնային էր Մեդիամաքսի պահվածքը։ Այո, շատ։ Երբ իրենք, հա, պատահական սխալվեցին, հետո հեռացրեցին նյութը, հետո պաշտոնապես ներողություն խնդրեցին, որ ակամայից իրենց հետևորդներին թյուրիմացության մեջ են գցել։ Ես դրա համար շնորհակալ չեմ, դա ուղղակի պրոֆեսիոնալիզմ։ Ուղղակի մարդկան որ իմանա, որ դա լավ չափանիշ է ընտրելու լրատվամիջոց։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ, այսօր իմ հետ համաձայնում էին հիմնականում, որոշ հարցերում չէին համաձայնում բնականաբար։ Տեղեկատվական անվտանգության փորձագետի մենք գործընկերներն ու ընկերները Արթուր Պապյանը եւ Սամվել Մարտիրոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, այս շրջանակում, այս հաղորդաշարի շրջանակում կհանդիպենք արդեն մեկ շաբաթից, գալիք շաբաթ օրը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն։